Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ոնց եք։ Ձեզ մաղթում եմ ուրախ, անփորձանք, բարի օր։ Աշխատանքային շաբաթը համարում եմ բացված։ Ես էլ ինչպես միշտ լեցի խոհանոց կոֆե խմելու։ Այնքան հոգնած եմ, գոնե ես մի բաժակ կոֆեն ինձ կթարմացնի, խելքս, միտքս, ուժս կգա տեղը ու կգնամ աշխատանքի։ Սիրելի հետևորդներս, ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ջերմ խոսքերի համար, իմ տղային առողջություն մաղթեցիք, առողջություն ցանկացած, հազարապատիկն եմ ցանկանում սիրելի հետևորդներս, ինձ էլ ներող կլինեք, ձեր մեկնաբանությունները կարդում եմ, պարտադիր կարդում եմ, բայց չեմ կարողանում պատասխանել, որովհետև տեսնում եք այնքան զբաղված եմ, այսքան բոլոր գործերը հավաքվել են իրար գլխի։ Չիմանաք, որ ես ձեզ անտեսում եմ, չեմ սիրում, սիրելի հետևորդներս, պարտադիր ձեր գրածները նայում եմ, կարդում եմ, եթե չգրեմ էլ անպայման սրտիկում եմ, սիրելի հետևորդներս։ Ահա։ Թևերս չի աշխատում, թևերս չի աշխատում, սիրելի հետևորդներս, հիմա կասեք դոր աշխատի, թևերն ա, որ քեզ դիմանում ա, այդքան դիմանում ա ինձ այս թևերը, այդպես սիրելի հետևորդներս, հանկարծ չմտածեք, որ ես ձեզ անտեսել եմ, ձեր գրածները արհամարում եմ, ոչ կարդում եմ, ուղղակի տեսնում եք ինչքան զբաղված եմ, բոլոր գործերը իրար գլխի հավաքվել են հողամաս, տուն, տեղ, դաշտ, գործ, աշխատանք, մի խոսքով շատ դժվար է, այս պահն է, եթե չհամատեղեմ, բոլորի բարիքներից էլ կզրկվեմ, սիրելի հետևորդներս, դրա համար այդքան լարված եմ, այս դաշտի սեզոնը արդեն կվերջանա, ես հանգիստ կմնամ, այդ պահն է, եթե ավելուկի չգնամ, Շուշանի չգնամ, այն չգնամ, չեն սպասելու ինձ այդ բանջարները, չորանալու են, մեծանալու են, դախանալու են, թռնեն գնան, նազոն է մնա առանց բանջարի, ավելուկը լավ բերեցի, պեղեցինք ու մի քիչ հանգստանամ, մի քանի անգամ, եթե հնարավորություն լինի, այսինքն մեքենաբան, կգնամ ավելուկի տունը էլ թող լինի, ուտում ենք, բաժանում եմ, լավություն ենք անում, մեքենա չկա, որ գնամ, հաստատ չեմ վաճառի, ինձ շատ է գրում, հարցնում, վաճառում ես նազելի, չեմ վաճառում սիրելի հետևորդներս, որը անբերած է իմ համար դեռ քիչ է, մերոնց մի քիչ քրոջս մի քիչ ստե վերջանում է սիրելի հետևորդներս, ավանդ մեր մոտի այդ սարերի ավելուկն էլ յուրահատուկ համ ունի, շատ համով բանջարա, շատ համով ավելուկը, գրել եք շեփել ես խաղում նարջան, շեփ չեմ չորացնում, բայց կանաչ բերել դրել եմ սառցախցիկը, կանաչել շատ համով շեփը, այդպես, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ չնեղանաք, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, այս պահն է, միշտ էլ ես ձեր մեկնաբանություններին պատասխանել եմ և նորից ու նորից շնորհակալ եմ անչափ, իմ Աշոտի համար ինձ հետ հավասար ուրախացաք, ձեր ուրախությունը արտահայտեցիք, սիրելի հետևորդներս, ես կարդացել եմ, այդպես, Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձել եմ, իմ տան գործերով, էփել, թխել, էփածը թափել, այդ գործերը բոլորը արել եմ, սիրելի հետևորդներս, իհարկե կատակ եմ անում, էփած բաները չեմ թափում, որովհետև շատ համով եմ պատրաստում ու ուտում ենք, ու անցել եմ այս գործին, սիրելի հետևորդներս, դաշտից այնքան բարիքներ պետք է բերի, որ 7 օր 7 գիշեր պեղի,
7 օր 7 գիշեր պահանջվի դրանք պեղելու, տիրապետելու համար։ Հիմա հերթ հասել է սրանց, այս սնկերն է մնացել եւ երեկվա Շուշանը, որ չփակեցի, սա հիմա կխաշեմ, թթու կդնեմ սառնարանը ու կուտենք։ Բախտս բերեց, որ սա լվացած է, էլ չեմ չարչարվում։ Մի հատ խաշեմ։ Բաց Շուշան չի։ Ասեմ, որ փակածը Շուշաններն էլ շատ լավ ստացվեցին։ Սիրելի հետևորդներս, ահա, այս տարբերակով ավելի լավ է։ Տեսեք Շուշանի այդ կարմրագույնը, կարմիր գույնը, այդ կարմիր ջուրը այսպես պահպանվում է։ Ես համը չեմ կարող ասել, ինձ թվում է, որ այսպես ավելի համեղ կլինի, սիրելի հետևորդներս։ Նենց որ խաշում ես իր այդ կարմրագույն ջուրը, իր այդ համն ու հոտը ինձ թվում է կորում է, համը լղկվում է, այսպես իսկականն է։ Համը փորձելուց ես կասեմ, այն տարբերակն է լավ, թե այս, բայց տեսքից երևում է, որ այս տարբերակը գերազանց է, սիրելի հետևորդներս, այսպես լավ է։ Մեկ ուրիշ բան կա եմ ցույց տալի, տեսեք ինչ հաստ զոխերով, ովեսին Շուշան։ Ահա, ոնց պտտացնում է, ընտիրություն է։ Այս Շուշանները ոնց որ թե տակնու վրա չարեց։ Մյուս տարբերակը, որ մարինատ եմ պատրաստում, այսպես խաշում եմ անպայման։ Այսպես խաշում եմ, սառում եմ, նոր լցնում եմ բանկան, նույն ձևով պատրաստում։ Իսկ երեկվա իմ պատրաստած տարբերակը չի կարելի Լիլիթ։ Արին կոմը կանգնի, Լիլիթն է եկել, այս ինչ կուկլկայա, հետ գլխարկը ինչի չես դնում, դուր գողական դնեմ, գնամ դաշտ, արևը կտա այդ փայլերի վրա, կպսպղամ, չէ, ինձ սիրուն է, Լիլ, շատ սիրուն է իմ աղջիկը։ Շատ սիրուն է, նենց ես ասում, ինչի չես դնում, որ հողամաս գնան կդնես, դեր յարլիկն է չես պոկ է վրայից, չի պոկ է վրայից, լավ Լիլիթ։ Սունկ լվալը, ես այդ սունկը թրեսի եռա, սունկը տանեմ, լցնեմ ջուրը, բայց ոչ բոլորն եմ ուզում լցնել ջուրը, մի քիչ նենց վերցնեմ, սունկն է, բայց ես ուզում եմ մի քանի սենց լավերը առանց լվալ պահել սառնարանում, որոշներն էլ կլվանամ, ահա, լցնենք ջուրը, ինչ լավերն են, Ոյ, հարատ սնկի տարի էր այս տարի, մեր պինդ, մսոտ, հավեսին սնկեր, սրանք, սա արդեն խաշվեց, արդեն պատկերացրիք չէ, որ մյուս մարինատը այսպես եմ արել, խաշել եմ, հետո դասավորել բանկաները։ Սա ինքը կերա ու կնստի, սրա վրա էլ աղցանը, վելի հետևորդներ մեծ,
Հələ բաստեղ, հələ ես դույլի միջի սնկերը։ Ամտիր։ Ինչքան լավիկներն են։ Այն որ ասում եմ, վայ, այսօր գործ չունեմ անելու։ Գործ չունեմ, բավաճ չունեմ, անհնար է։ Ես գործ չունենամ։ Այսօր գոնե վաղը հողամաս գնամ, վարու ցանքսի։ Ասեք, որ լավն են։ Յուղասնկերն են, իրանք փոքր սունկիկներ են։ Նայեք, պինդ, հետաքրքիր սունկ, բայց սրանք ամենը, վայ, հլես պինդ սնկերը, կապույտն ասա, սա մարտիրոսի սնկերներ, հով ես ագալիս, իրելի հետևորդներս, հով ես, մարդու հով ես, հետևորդներս այսքանը լավ լվացի, ուրեմ սորտավորում եմ, առանձնացնում եմ, սա են լավ մեծերն են, սա պուջուրիկներն են, ու սա են միջին չափի պնդոտ սնկերն են, լվանում եմ, ու այսքան սունկ կա դեռ, այսքանն էլ կա դեռ, սիրելի հետևորդներս, ու այս պուջուրները։ Վանալը կիսատ թողեցի և տեղը զիջում եմ այս ձկներին, ուրեմ սա իսրափորը հոստոտի կրոկրնի, կարմրախայտ է, կարմիր պուտիկներով և ես ինչա սև ձուկ, ես է սև ձուկ, ես ձկներին, թարմը ձկներ, կարմիր պուտիկավոր ձուկը, սա մեջ լավա, չէ? Ինչ ես կծելու մեջևը։ Չոմ, դու ասա։ Աղ, ջրի մեջ աղ են կծում, ջրելի հետևորդներս ջուրը սկսեց եռալ և ձկները կծում եմ ջրի մեջ։ Փակենք թող եռա։ Այստեղ ես սիրելի հետևորդներս Շուշանն եմ դասավորում, սա հիմիկվա ուտելու համար, այս տամանների մեջ էլ շատ հարմար է։ Այստեղ։ Սովորական ծորակի սառը ջուր, սիրելի հետևորդները, սահա։ Մի գթալաղ եմ լցնում։ Թող քաշի, ինքը քաշում է։ Վերջ, դժվար ոչ մի բան չկա։ Էփել աշ։ Գիտեմ երևի շատ էփվես, թե չէ։ Ուղղակի լավ կտրած չէր։ Ընկա գործով մի քիչ շատ եփվես, բայց դե կարևորը շատ համով է։ Այս ձկները դնեմ այստեղ սովորական հենց խաշել եմ։
Սիրելի հետևորդներս, հողամասի աշխատանքները կատարած վերջացրած, վերադարձել եմ տուն ու ջրիկ ճաշ եմ եփում, ջրալի ճաշ, ուրեմն ինչ եմ եփում, կոլոլակով ճաշ, սիրելի հետևորդներս, սոխառածը արեցի, մի փոքր կարմիր պղպեղ եմ լցնում ու տոմատ ոչ մի բան չեմ օգտագործում, մի փոքր ջուր, միսն էլ այդ կոլոլակն է, որ պետք է անեմ, տոլմայի ֆարշից է ավելացել, հենց մի հատ սիրուն հավեսին բրնձով ճաշը տենց կոլոլակով։ Ուրեմն այս ջուրը եռած, ես ավելացնում եմ փոքրիկ կտրատած կարտոֆիլներ, մի հատ թող սա մի թեթև էփվի, նոր մնացած բաղադրիչները։ Չգիտեմ, սա իմ տարբերակն է, սենց եմ պատրաստում։ Այսօրվա քաղածը սուրցն է, տեսեք, արդեն ծաղկել է, սա էլ ձեռքի հետ կմաքրեմ, լվանամ ու չորացնեմ, բայց ես կանաչ մի հատ թեյ կխմեմ անպայման։ Կարտոֆիլները մի քիչ էփեցին և սիրելի հետևորդներս, հեսա այդ ջուրն է կեռա, կլցնեմ։ Մի փոքր աղ եմ լցնում։ Մի փոքր ես ցիտրոն եմ չորացրած լցնում և վերջում անջատելուց արդեն թարմը համ եմ կկտրատեմ։ Տոլմայից ավելացած միսն է, սա եմ կոլոլականում ու գցեմ։ Ձեռքս մի փոքր ջրոտում եմ, փոքրիկ սենց գնդիկներ անում, որ հարթ լինի, անպայման ջրոտում եմ։ Ու այս գնդիկները գցում այստեղ։ Հուսով եմ, որ չեմ բացվի, սենց լավ էլ կմնան։ Սիրելի հետևորդներ ջան, ահա ճաշը էփվել է և ես մի հատ ձու եմ լվացել դրել այստեղ, դե գիտեք, հատուկ Լիլիթի համար, արդեն գիտեք, որ ինքը շատ է սիրում ջրիկ ճաշի մեջ, ձու։ Այստեղ էլ տոլմայից է մնացել մի երկու հատիկ, լցրեցի թասի մեջ, կացան լվացի։ Օ, ինչ անձրև է գալիս, պատուհանը բաց եմ թողել, անձրևի ձայնը գալիս է։ Անձրևը նոր բռնեց, նոր սկսեց, մինչդեռ ասել էին, որ կեսօրին։ Մեր կեսօրը այսօր է, հիմա համեմ եմ կտրատում։ Լիլիթը անհամբեր սպասում է ջրալի ճաշին։ Ահա։ Ոյ, մոռացա խառնեցի, լավաձունջ արդեն պնդացել էր։ Մի թեթև կանաչին խառնեմ, մի քանի րոպեից արդեն կանջատեմ, ճաշը պատրաստ կլինի։ Ահա, փակում եմ, մի 2 րոպե թող ձուն էփվի ու վերջ։ Ահա սիրելի հետևորդներս, ճաշը պատրաստեցի, մսերը մի քիչ բացվեցին, դե ոչինչ, սա էլ ձուն, կարևորը համեղ ճաշ է եղել, համեղ ճաշ։ Այս տոլման ես կտաքացնեմ կուտեմ, սիրում եմ տոլմա, այս ջրալի ճաշն էլ երեխաները։ Մսիկ էլ կա։ Չէ, մսիկ չէ։ Բրինձը։ Դե ես չեմ կարա աջոկեմ, բրինձը միսը բացվել է։ Սա մի արա։ Կա մի քիչ ջուր, դե գնա կեր։ Բարի ախորժակ քեզ Լիլիթ։ Ամուր շուտ ես գնա։
Սիրելի հետևորդներս, ահա այսքանով ձեզ ասում եմ հաջողություն, բարի գիշեր։ Այս վլոգը կմիացնեմ մեկ այլ վլոգի, երկուսը մեկում կանեմ, այնպես որ չզարմանաք այնտեղ էլ, երբ որ ասեմ բարի գիշեր, երկու անգամ որ ասեմ բարի գիշեր, չզարմանաք սիրելիներս, առողջ եղեք ամենակարևորը եւ հաջողակ։